Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալի հերթական սերիան ապացուցեց, որ սուտն ու մանիպուլյացիան շարունակում են կառավարել մեր հերոսների ճակատագրերը։ Այսօր մենք կվերլուծենք այն ճակատագրական հանդիպումներն ու չկայացած խոստովանությունները, որոնք էլ ավելի են խճճում սյուժեն և նախապատրաստում նոր հզոր պայթյունների։ Սկսենք Գրիշոյից, ով իրենց հարաբերություններում միշտ փորձում է իրեն Մանանից բարձր դասել և կարծես թե սկզբունք ուներ նույն բանը երկու անգամ չկրկնելու, սակայն նա խախտում է իր իսկ կանոնն ու կրկին գնում Սարգսյանների տուն Մանանի հետևից, խոստովանելով, որ սիրում է նրան։ Բայց Մանանն այլևս այն միամիտ աղջիկը չէ, նա Գրիշոյի առաջ հստակ և կոշտ պայման է դնում, ինքը կվերադառնա միայն այն դեպքում, եթե իրենք ապրեն բոլորից առանձին։ Գրիշոն հավատարիմ իր եսասիրությանը կտրականապես մերժում է, պատասխանելով, որ երբեք նման բան չի լինի և ոչ ոք չի կարող ստիպել իրեն հեռու մնալ ծնողներից։ Այս վերջնագիրը լսելով Մանանը հայտարարում է, որ այդ դեպքում ինքը ոչ մի տեղ էլ չի գնալու և Գրիշոն պարզապես թողնում է ու հեռանում։ Բայց այս պատմության ամենազզվելի և ցինիկ կողմն այն է, որ նախքան Մանանի մոտ գնալն ու սեր խոստովանելը, Գրիշոն ցերեկը հանգիստ հանդիպում է իր սիրուհուն։ Այս աղջիկը պարզապես ժամանակավոր զբաղմունք չէ, նա շատ խորամանկ պլաններ է կազմում Գրիշոյի հետ կապված։ Որոշելով ժամանակավորապես հիմարիկ ձևանալ, նա նպատակաուղղված գնում է իր ուզածին։ Մենք ունենք շատ տրամաբանական և հիմնավոր կանխատեսում այս կերպարի հետ կապված։ Ամենայն հավանականությամբ առաջիկայում այս աղջիկը հայտարարելու է, որ հղի է Գրիշոյից։ Սա լինելու է այն ճակատագրական և շանտաժային քայլը, որով նա կստիպի Գրիշոյին տանել իրեն մակունցների առանձնատուն, դրանով իսկ վերջնականապես խաչ քաշելով Մանանի և Գրիշոյի հարաբերությունների վրա։ Իսկ մինչ Գրիշոն խճճվում է իր ստերի մեջ, նրա քույրը Լեան կանգնած է իր կյանքի ամենակարևոր և ճշմարիտ որոշման առաջ։ Չկարողանալով այլևս ապրել այս դժոխային գաղտնիքի ծանրության տակ, նա վերջապես որոշում է հանդիպել Լեոյին և ասել ողջ ճշմարտությունը հոր մահվան մասին։ Լեան գնում է սրճարան ու սպասում իր միակ սիրուն, բայց ճակատագիրը կամ ավելի ճիշտ չարիքը իդեմս Հունանի կրկին խառնվում է։ Հունանը պատահաբար մտնում է նույն սրճարանը և իմանալով դստեր մտադրության մասին սկսում է կիրառել իր ամենասիրելի զենքը՝ հոգեբանական ճնշումը։ Նա ահաբեկում է Լեային, ասելով, որ եթե Լեոն իմանա ճշմարտությունը, երբեք չի ների հորը սպանելու համար։ Անպայման արյուն կթափվի, իսկ դրանից հետո արդեն Գրիշոն վրեժ կլուծի Լեոյից։ Այս սարսափելի շղթայական արյունահեղության միտքն ուղղակի կաթվածահար է անում Լեային։ Վախենալով Լեոյի և եղբոր կյանքի համար, նա լքում է սրճարանը, իսկ քիչ անց Լեոն։ Նա երկար սպասում է Լեային, ով այդպես էլ չի հայտնվում, թողնելով Լեոյին հերթական անգամ կոտրված և անպատասխան հարցերի մեջ։ Սիրելի հեռուստադիտողներ, դրաման խորանում է։ Ինչ եք կարծում, երբ Գրիշոյի սիրուհին իրականացնի իր պլանն ու հայտնվի մակունցների տանը, ինչպես կարձագանքեն դրան Իննան և Հունանը։ Եվ ինչ կանի Մանանը, երբ իմանա ամուսնու կողքին նոր կնոջ և հնարավոր երեխայի գոյության մասին։ Անպայման կիսվեք ձեր կանխատեսումներով և վարկածներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։